Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ, բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր գտնվում ենք բոլորին դեմ եմ գրասենյակում, նախաձեռնության կուսակցության գրասենյակում, այսպես սիրուն ստեղ ընտրությունն է տեղի ունենում, գնանք նկարենք տենանք ում ընտրել։ Հայ, բայց ես ինչ չես ստորագրել, լայվը վարի ստորագրի։ Ինչ է։ Ինչ չէ։ Որ ինքնասահմանափոխ փաստաթուղթ է, որ մանդատը դառնում դնելու։ Համաձայնությունը ստորագրել, որ ինձ հավատաս, հա։ Մի խոսքով, ինչ շովը, ինչի մասին եմ ուզում այսօր խոսել, հատկապես ուզում եմ խոսել Հունգարիայի ընտրությունները, ոնց ու ինչ եղավ, ու մասնակցայնությունը ոնց է հարց լուծում եւ ինչ է առաջարկում բոլորին բեմը, որը կարա շատ հետաքրքիր ձևով ուրեմն որպես օրինակ վերցնել Հունգարիայի ընտրությունները։ Տեսեք, ուրեմն մասնակցայնություն, դե գիտեք, իշխող կուսակցությունը պարտվեց, իսկ ընդդիմադիր ուժը, թիվ 1 ընդդիմադիրը հավաքեց 2/3 պարլամենտում։ Դա իհարկե տեղի ունեցավ այն պատճառով, որ այնտեղ ընտրությունները երկու ձև են գնում, կուսակցություններ են ընտրում, այսինքն համամասնական ընտրակարգ եւ կա խառը մոդել եւ կա մեծամասնական ընտրակարգ, որտեղ մանդատների մի զգալի մասը մարդիկ ստանում են ոչ թե կուսակցության անունից, այլ իրենց անունից։ Արդյունքում ընդդիմադիր ուժը ամենաշատ մանդատները հավաքեց թե կուսակցական ցուցակներով, թե անուն ազգանունով անհատների, այսինքն մեծամասնական ընտրակարգի հաշվին։ Բայց եկեք մի հատ շատ կարևոր բան դիտարկում ստեղ շատ կարևոր, որ կուսակցական ընտրությունները, որը լինելու է Հայաստանում, ուրեմն ընդդիմադիր կուսակցությունը հավաքել էր 53% ձայների, իշխանական կուսակցությունը հավաքել էր 37% ձայների։ Երկուսով միասին 90%-ն էին հավաքել։ 6% հավաքել էր մի երրորդ ուժ եւ մնացած ձայները փոշիացել են, 4%-ը փոշիացել էր։ Ընտրություններին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցողների 79%, այսինքն գրեթե 80%-ը։ Գրեթե 80% մասնակցայնություն։ Ու այս 80% մասնակցայնության տակ իշխանությունը 37%-ը հավաքել։ Հիմա ես ուզում եմ մի հատ sense երևակայական թվաբանություն անենք, որպեսզի պատկերացնենք, թե ինչ արդյունքներ կունենար ընդդիմադիր կուսակցությունը, որը հաղթել է։ Եթե Հայաստանի պես մասնակցեր ժողովրդի կեսը, այսինքն ոչ թե 80% մասնակցայնություն լիներ 79, այլ 50% մասնակցայնություն, ինչպես Հայաստանում է։ Ուրեմն, եթե լիներ 50% մասնակցայնություն, բնականաբար այն իշխանությանը քվեարկողները, որպես կանոն, նրանք գնում եւ քվեարկում են։ Դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, դա իշխանական բյուջեից օգտվողներն են, պետական աշխատողներն են եւ այն բոլորը, ովքեր որ իշխանության, այսպես ասած, ազդեցության տակ են, հա, իշխանություն հանդիսացող ուժի ազդեցության տակ են։ Հիմա վերցնենք Նիկոլի տարբերակը, պատկերացրեք, ովքեր կգնան Նիկոլին կքվեարկեն, նրանք ընտրությունների օրը տանը չեն նստելու։ Նրանք սենսնից գնալու են ու քվեարկեն։ Ու ովքեր պետք է Օրբանի օգտին քվեարկեին, նրանք սենսնից գնալու են եւ քվեարկեին, անկախ նրանից մասնակցությունը ինչքան կլիներ։ Իրանք մասնակցելու են այսպես թե այնպես։ Այս հարցը արդեն են մարդիկ, ովքեր տանը նստում են, դրանք իհարկե իշխանությունների օգտին չեն քվեարկում։ Տանը նստում են, որովհետեւ կամ հույս չեն տենում, կամ չգիտեմ ինչ։ Եվ եթե այս տեսանկյունից նայենք, ապա 50% մասնակցայնության պարագայում, եթե Օրբանի համակիրները ամբողջ ծավալով, ինչպես հիմա են մասնակցել, այդպես էլ մասնակցեին, Օրբանը ունենալու էր 60% քվե պարլամենտական մանդատներով, 60%։ Իսկ մեծամասնական, կներեք, համամասնական ընտրակարգով Օրբանի կուսակցությունը, որ հիմա 37%-ը հավաքել, հավաքելու էր 60%, եթե հանգարց մասնակցայնությունը լիներ ոչ թե 80%, այլ 50%։ Եվ տեսեք, թե 37%, 80% մասնակցության մեջ կուսակցությունը ինչ կարար աներ այդ դեպքում, վերցնել իշխանությունը։ Իսկ նրանք, ովքեր 53% ունեն, հա, նրանցը լինելու էր շատ ավելի ցածր, ու 40%-ի կարգի, կամ ավելի ցածր։ Հիմա ես թվաբանությունս մանրամասը չեմ ներկայացնում, բայց մոտավորապես այս պատկերն է լինելու։ Նույնը Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ունի 24%, թող լինել 30%, հա, այսինքն 100-ից 3 հոգին
100-ից 30-ը ընտրում են Նիկոլ Փաշինյան, ունի 30%։ Եթե մասնակցայնությունն եղավ 50%, կեսը մասնակցեցին այդ 100-ի, իր ունեցած 30 հոգի դառնում են 60% արդեն, ավտոմատ, կրկնապատկվում են։ Պատկերացրեցիք, եթե 75% լինի ընտրությունները, 75%, իր այդ 30 հոգին 75-ի մոտ ելնում են ինչքան 75-ի կեսը 40% մոտավորապես էլի չի դառնում վարչապետ, մոտավորապես դառնում է 40%, բա կլորացած եմ ասում, այսինքն ընտրություններին մասնակցայնությունը շատ կարևոր կրիտիկական նշանակություն ունի, այնքան նշանակություն չունի այնտեղ ով է ընդդիմադիրով ինչքան փողած ասում, ինչքան ընտրություններին մասնակցայնությունը, նույնը վերաբերվում է, չգիտեմ, Սամվել Կարապետյանի ուժին, Քոչարյանին կամ չգիտեմ այնտեղ ովքեր են մյուսներին, ինչքան մասնակցայնությունը քիչ է լինում, այնքան այն մի կերպ մոբիլիզացված, ծանոթով, բարեկամով, չգիտեմ, հավաքագրելով, աշխատավարձ տալով, հովանավորչություն անելով, ընտրակաշառքով մոբիլիզացրած մարդկանց տոկոսը բարձր է լինելու։ Ինչքան մասնակցայնությունը քիչ եղավ, դրանց տոկոսը բարձր է լինելու։ Ու իրական պատկերը ստանալու համար պետք է մեծ մասնակցայնություն։ Ինչ է ասում բոլորին դեմ եմ նախաձեռնությունը։ Ասում է, տունը նստելու փոխարեն եկեք մասնակցեք ընտրություններին։ Ձեր քվեն, եթե ոչ կամ տվեք ձեր նախընտրած տեխնացուին, եթե չունեք նախընտրած տեխնացու, քվեարկեք բոլորին դեմ եմ ուժին։ Քվեարկեք բոլորին, մենք այդ մանդատները տուն չենք տանելու։ Եկեք քվեարկեք բոլորին դեմ εμին։ Թող իրական պատկերը, իրական տոկոսները երևան։ Ու եթե սա կարողանանք, սա հաջողենք իրականացնել, ապա ավելի լավ բան չեմ պատկերացնում։ Ավելի մեծ ներդնում մեր կողմից այս ընտրություններին չեմ պատկերացնում։ Մեր ունեցած սահմանափակ ռեսուրսների եւ մեր մրցակիցների ունեցած այս իշխանություններ, այնտեղ միլիարդատեր օլիգարխներ, նրանց համեմատ ավելի մեծ լավ բան մեր ժողովրդի համար, երկրի համար ու այս ընտրությունների համար չեմ պատկերացնում։ Թերևս այսքանը ամփոփեմ ասելիքս, եթե Հայաստանի պես 50%-ը մասնակցեր Օրբանը ոչ թե կհավաքեր 37%, այլ հավաքելու էր 60% համամասնական ընտրակարգով։ Եվ տեսեք, թե ինչ եղավ Օրբանի հետ։ Նա համամասնական ընտրակարգով ընդամենը 37% ձայն ստացավ, որտեղ մարդիկ 80% մասնակցայնություն ցուցաբերեցին, ու սա ռեկորդային ցուցանիշ էր, ռեկորդային 80% մասնակցել, դա ֆանտաստիկ ցուցանիշ էր։ Բա ահա թե ինչպես են հարցերը լուծվում քաղաքականապես ակտիվ, քաղաքականապես լիցքավորված քաղաքացիների, ժողովուրդների շրջանում, ահա թե ինչպես հարցերը լուծեցին։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, այլ թեմաներով առաջիկայում կհանդիպենք։